Հայաստանում Dino-Gold Mining ընկերության էկոլոգիական և սոցիալական նկարագիրը այս վերնագրով գրքույկ է հրատարակել Էկոլուրը, Bank Watch միջազգային կազմակերպության և Global Green Grant ֆոնդի աջակցությամբ։ Գրքույկն էր օրեր առաջ Օրհուս կենտրոնում կազմակերպված հանդիպման թեման։ Մոնիտորինգի արդյունքներից և ակնկալվող առաջարկներից սկսեց Էկոլուրի ղեկավար Ինգա Զարաֆյանը։ 2 ամիս առաջ կայացած Օրհուսյան հանդիպումներից մեկում նույն թեման էր, գրեթե նույն մասնակիցներով։ Բնական է, որ բանախոսին ուղղված հարցը ինչն է պատճառը, որ այս ժամանակահատվածում Էկոլուրի թիրախը Dino-Gold-ն էր, որն է նման նախաձեռնության իրական նպատակը և ինչ գործնական առաջարկներ կան բացթողումների շտկման համար, օրակարգում առաջինն էր։ У нас есть горячие точки. Էկոլուրը տագնապի ազդանշան ստանալով սկսում է բարձրաձայնել թեժկետերի բնապահպանական խնդիրների մասին։ Լուրեր ենք տեղադրում կայքեջում, պարզում ենք, որտեղ է առավելապես շատ տուժում շրջակա միջավայրը։ Վերհանում ենք շրջակա աղտոտված միջավայրի սոցիալական ազդեցությունը։ Мы занимаемся, как я уже сказала. Ըստ բանախոսի նոր գրքույկ են հրատարակելու ով և ինչպես է աղտոտում ողջի գետը վերնագրով, մարզային բնապահպանական տեսչության պետը հակադարձեց բանախոսին։ Սյունիքում չկան թեժկետեր, բնապահպանները մշտապես վերահսկում են իրավիճակը, հավաստիացնում է տեսչության պետը։ Ինչ վերաբերում է գրքույկի հավաստիությանը, ապա տեսչությունը դեռ իր կարծիքը կհայտնի։ Մինչ այդ Լևոն Պետրոսյանը նշեց, որ չափազանցված կարծիքներ կան հոդվածում։ Էկոլուրի ղեկավարը փորձեց պատասխանել իրեն ուղղված հարցերին, համոզիչ փաստարկներ գրեթե չհնչեցին։ Մասնավորապես, եթե Էկոլուրը Dino-Gold-ի դեմ նախաձեռնություններով է հանդես գալիս միջազգային ասպարեզներում, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել սոցիալական լարվածության և գործազուրկների համար։ Սա այն դեպքում, երբ բանկերը որոշեն վարկեր չտրամադրել պայմանները չկատարող ձեռնարկությանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները 2 խմբի բաժանվեցին։ Եվ ի տարբերություն Օրհուսյան մյուս հանդիպումների, երբ բանախոսը ներկայացնում էր, նյութը լսողներն էլ երբեմն օժանդակ հարցերով հաստատում էին իրենց ներկայությունը, պարտադիր ստորագրում հաշվետու թերթիկում ու հեռանում, այս անգամ կարծիքների բախում տեղի ունեցավ։ Տեղաբնակները պարզվում է ավելի քիչ են մտահոգ բնապահպանական հիմնախնդիրներով, քան երևանաբնակները։